արդյոք դիտարկում եք նաև, քանի որ դիտորդական առաքելություն եք իրականացնում, արդյոք դիտարկում եք նաև թեկնածուներին, իրենք պահպանում են այս լռության օրը, որովհետև ահազանգեր կան, որ թեկնածուներ կան, որ արդեն այսօր լռության օրը քարոզ են իրականացում, հրապարակումներ են անում իրենց սոցիալական էջերում։ Դուք ինչ տեղեկատվություն ունեք, դիտարկումներ արդյոք կատարում եք թե ոչ, եւ արդյոք պահպանվում այդ լռության օրը։ Շնորհակալ եմ, անկախ դիտորդը 4 կազմակերպությունների կազմով վաղար շաբաթ խոշորացված համայնքում քարոզարշավի ամբողջ ընթացքում իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն։ Մեր երկարաժամկետ դիտորդները ըստ էության խոսել են 8 մասնակից ուժերից 7 ներկայացուցիչների հետ, միայն ժառանգության հետ չի ստացվել, իրականացրել են 30-ից ավելի հանրահավաքների, ընտրողների հետ հանդիպումների դիտարկումներ, այդ ընթացքում դիտարկել են տարբեր հանգամանքներ, ամենատարածված խնդիրները, որոնք որ արձանագրվել են, եղել են պաստառների հետ կապված խնդիրներ, եղել են խնդիրներ, որոնք մեր գնահատմամբ առերևույթ պարունակել են քրեական օրենսգրքով արգելված արարքներ, ինչպիսին էր քարոզարշավի սկսելու նախորդ օրը Խոյ համայնքի ես հիմա գյուղի անունը չեմ հիշի 1000 անգամ Դողս ոնց որ, հա Դողս գյուղի կազմակերպած միջոցառումը մեր գնահատմամբ քրեական օրենսգրքի 221 հոդվածի խախտման է եղել, մեր գնահատմամբ քարոզարշավի ամենաառաջի օրը համապետական եւ էջմիածնում իշխանություն ունեցող կուսակցության կողմից քարոզարշավի իրականացումը դրսևորվել է քրեական օրենսգրքի 441 հոդվածով արգելված արարքի առերևույթ կատարմամբ այն է ուրեմն պաստառները փակցվել են համայնքային միջոցներով այսինքն ըստ էության մենք նախընտրական քարոզարշավը իրականացվել է ոչ թե քարոզարշավի ինչ որ հատված իրականացվել է ոչ թե կուսակցության միջոցներով այլ հարկատուների վճարած հարկերով ինչը սենց ասում նախկինում տենց երևույթ օրինակ չենք տեսել մենք դիտարկել ենք նաև պաստառների հետ կապված մի շարք այլ խնդիրներ չսահմանված վայրում փակցված պաստառները այնքան շատ էին եւ այնքան նաև շատ լրատվամիջոցներ երևի կարամ ես էլ չնշեմ, չէ՞ տրիվիալ։ Մենք նաև նկատել ենք, որ գնումների մասին օրենքի խախտմամբ մի կազմակերպության տրվել են պաստառների ուրեմն գովազդների տեղեր եւ այդ տալու հաջորդ իսկ օրը կամ շատ ամիջապես հետո այդտեղ հայտնվել են նորից ուրեմն ուժերից մեկի պաստառները։ Չէ, իրականում արգելված է քարոզչություն իրականացնել, այսինքն այսօր եւ վաղը մինչեւ ժամը երեկոյան 8-ը արգելված է քարոզչություն իրականացնելը, բայց դա արգելված չէ, խախտում։ Չէ, խախտումների մասին խոսելը արգելված չէ, որում նաև ասել թե ակնհայտ բաները եւ այդտեղ ընդորում խնդիրները իհարկե շատ են մեր դիտարկմամբ այդ կոնկրետ այդ գովազդային վահանակների վրա, բայց ֆորմալ խախտումը գնումների մասին օրենսդրության խախտում էր, այսինքն ոչ ընտրական օրենսդրության եւ այդ մասով եւս 441 հոդվածով այն պաշտոնական դիրքի չհրաշահման հոդվածով հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել։ Եվս մի ուրեմն հաղորդում ներկայացրել ենք կապված դպրոցներից մեկի տնօրենի կողմից բարեգործության ուրեմն դեպքի հետ, որը առերևույթ կոնկրետ 221-րդ հոդվածի քրեական օրենսգրքի խախտումն է պարունակում եւ ներկայացրել ենք եւս մի հաղորդում, որը վերաբերվում է ուրեմն Էջմիածին համայնքի տարբեր հատվածներում իրականացվող ասֆալտապատման կամ երբեմն դա տեխնիկապես ասֆալտապատում էլ չի, ասֆալտապատման նման ինչ-որ գործողության, տանիքների վերանորոգման, որը մեր կարծիքով կրկին բարեգործության եւ քարոզչության արգելքի խախտում է, այսինքն 221-րդ հոդվածով նախատեսված արարք, ըստ էության երևի բոլորդ գիտեք, չէ, որոնցով է գործ հարուցվել, որոնցով չի հարուցվել, 221-ներով ինչքան գիտեմ բոլորը հարուցվել են, 441-ով երկու գործերը չեն հարուցվել, ու մեզ նաև մտահոգում է, որտեղ մեկը վերջերս ենք տվել, բայց մեկը տվել ենք նոյեմբերի 20 քանիսին, ու մասնավորապես հենց քվեարկության քարոզարշավի առաջին օրը պաստառները համայնքային միջոցների կողմից փաստների մասով, դրա մասով միջև հիմա ինչքան գիտեմ հարուցված են ու գոնե ասեմ երեկվա դրությամբ հարուցված չէր, ինչը մտահոգիչ է
Սա է մենք վաղը քվեարկության օրը իրականացնելու ենք դիտորդություն վաղարշաբաթ համայնքի ամբողջ հատվածում օրվա ընթացքում ունենալու ենք 2 ճեպազրույց ժամը 3-ին եւ 7-ին մանրամասները կներկայացնենք կա սոցիալական ցանցերում կոնկրետ տեխնացու լրության օրվի ես դες պետք է ասեմ ահազանգեր որ լրության օրվա խախտումներ տեղի են ունեցել մենք ունենք բայց ես գոնե չեմ հասել այսինքն ես գիտեմ որ իմ գոլեգաները դա նայում են բայց ես ինքս չեմ այդ ինֆորմացիան չեմ հասցրել ստանամ, որ հիմա ձեզ այդ ինֆորմացիայի հետ կապված ինչ-որ բան ասեմ, բայց վաղը ինձ թվում է արդեն վաղը ժամը 3-ի ճեպազրույցում կկարողանամ նաև դրա հետ կապված մանրամասն ավելի փաստահեն խոսել էլի։ Պարոն Լեոնիսյան, ես թույլ տվեք մի հարցել ես տամ, չխախտելով իհարկե լրության օրվա այսպես ասած կանոնները։ Տեսեք, Տիկին Մելոյանը մի քանի րոպե առաջ ես նայել։ Ես ներողություն մի բան առաջարկեմ, ընտրական օրենսգրքի 19 հոդվածի 1.1 մասը հստակ սահմանում է թե քարոզչությունը ինչ է, հակաքարոզչությունն էլ է քարոզչություն։ Եվ ըստ էության դա է որ արգելված այսօր եւ վաղը միջև 8, այսինքն եթե նայենք ու ծանոթանանք հասկանալի կլինի ինչ խոսանք եւ ինչպես խոսանք, որ այդ արգելքի խախտման տակ չլինի։ Մելոյանն ասաց, որ վաղարշաբաթի ընտրություններից դուրս, օրինակ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը քննադատել է, դա ոչ քարոզչություն է, ոչ էլ հակաքարոզչություն։ Օրինակ դուք կարող եք ինչ-որ մի հայտարարություն վերցնել ու ասել, որ կոնկրետ անձը X դիտորդական կազմակերպությունը քննադատելով ուրեմն քաղաքացիական պայմանագրին հակաքարոզչություն է անում կամ խախտում է լրության օրվա կամ ընդհանրապես հակաքարոզչություն է անում ինչ-որ կոնկրետ ուժի մասին, ինչը արգելված է դիտորդի համար։ Մեզ մարդիկ ասում են մենք կոնկրետ վաղաշաբաթի ընտրությանը ենք բանարել, այլ մենք ԿՊ-ին ենք քննադատել, իսկ ԿՊ-ն վաղաշաբաթի տարածքից դուրս է գտնում, օրինակ Սյունիքի մարզի մենք հայտարարություն ենք արել, ինչը իրեն է վերաբերում։ Հիմա ոչ թե կոնկրետ իրենք վաղաշաբաթի ընտրությանը վերաբերող որևէ տեսեք ընտրական օրենսգիրքը մի շարք դրույթներով դա 30 հոդվածի առաջին մասի երկրորդ կետն է, դա 32 հոդվածի երկրորդ մասն է, դա կարծեմ 31 հոդվածի 5-րդ մասն է, հստակ սահմանում է արգելքներ, թե դիտորդը ինչ չի կարող անել։ Եվ այդտեղ գրված է, օրինակ մասնակից կուսակցություններից որևիցե մեկին կողմնակալ վերաբերմունք ցույց տալ։ Հիմա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կամ ասենք, չգիտեմ, ժառանգություն օրինակ կուսակցությունը, ինքը վաղարշաբաթում մասնակցող քաղաքական ուժ է, չէ՞։ Դա նույն ուժն է, նենց չի որ վաղարշաբաթում մասնակցում է մի կուսակցություն, համապետականը ուրիշ է։ Ընտրական օրենսգիրքը բավական հստակ է այդտեղ արտահայտվում։ Ընդ որում ասեմ ավելին, 32 հոդվածի երկրորդ մասը ավելի լայն է սահմանում։ Ասում է, որ դիտորդը իրավունք չունի կանխակալ վերաբերմունք արտահայտել իշխանության, ընդդիմության եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ Այդ կանոնակարգումները բավական հստակ են իմ կարծիքով, թե իհարկե քիչ անց նիստի ժամանակ կտեսնենք, բայց իմ կարծիքով բավական հստակ են եւ մենք առանձնացրել ենք այն հայտարարությունները, որոնք որ մեր կարծիքով բավական հստակ են եւ հստակ խախտում են ընտրական օրենսգրքի այդ 3 արգելքներից որևիցե մեկը, իսկ որպես կանոն ավելի քան մեկը։ Իսկ այս ընթացքում իշխանությանը կամ ընդդիմությանը չեք ինչ-որ հարցում աջակցել կամ քննադատել։ Ձեր էջում չկան այդպիսի հրապարակումներ։ Վաղարշաբաթի ընտրությունների ընթացքում Չէ՞ որ նոր ասացիք, որ կոնկրետ վաղաշաբաթի ընտրություններին չէ, ասացիք, որ ԿՊ-ին ա վերաբերում կամ Հա, չէ, նկատեմ այս ժամանակահատվածում ոչ։ Ձեր էջը մաքուր։ Չէ, առհասարակ կյանքում ոչ մեկ չի ասում առհասարակ կյանքում, բայց այն ընթացքում ինչ որ դիտորդ ենք, իհարկե մենք շատ ավելի սահմանափակ ենք մեր հրապարակային խոսքում եւ շատ բաներ, որոնք որ այլ իրավիճակում կարող է արտահայտեինք, դիտորդ լինելու ընթացքում չենք արտահայտում։ Մաքուր է ձեր էջը։ Մաքուր է, եթե այդ իմաստով, ապա